Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 22-ն է, տոնական զատկական օրերը անցան, երկու օր մենք չենք արել մեր հաղորդումը, այլոց ես երեք տեսա, որ բավականին հետաքրքիր եռուզեռ էր Հայաստանում, Հայաստանի խորհրդարանն էր աշխատում, լրատվամիջոցները, բայց ես կարծում եի, որ պետք է որ հանգստյան օր լինի, հանգուցյալների հիշատակման օրը, բայց դե ինչ արած, քանի որ կային քաղաքական հայտարարություններ եւ մենք էլ հետեւում էինք իրադարձությունների զարգացմանը, այսօր անում ենք ձեզ հետ միասին նոր հաղորդում, քանի որ կան եւ կուտակվել են բավականին հետաքրքիր հարցեր, որոնք որ մենք քննարկելու ենք այս մեր հաղորդման ընթացքում, կարևոր է նշել, որ միանգամից Նարիշկինի այցից հետո ապրիլի 20-ին ժամը 2:30-ին ադրբեջանական կողմը կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ եւ այնտեղ տանիքի վրա ջեռուցման համակարգն է վնասել, տվյալ նկարները եւս կային զետեղված էին տելեգրամյան ալիքներում եւ սա տեղի ունենում միանգամից Նարիշկինի այցից հետո, չնայած որ Ադրբեջանը վերջին ժամանակներս սկսել է շատ ակտիվ ձևով խախտել հրադադարը, հստակ ապատեգատվություններ տարածել հայ-ադրբեջանական սահմանից եւ սա հստակ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը ուզում է լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այս ամենը կապել եմ եւ կապում եմ Ամերիկայի եւ Իրանի միջեւ տեղի ունեցող բանակցություններից։ Ադրբեջանը ոչ միայն այդ բանակցություններին է նայում, նաեւ նայում է նրան, թե ինչ մոտեցումներ ունի Իսրայելը այս հարցի շուրջ, Իսրայելից մենք ստանում ենք տեղեկություններ, կան տարբեր հրապարակումներ, որ հատուկ զորավարժություններ է հիմա անցկացնում Իսրայելը, որ հարված հասցնի Իրան։ Որքանով է այդ ամեն իրական, թե փորձում են ուղղակի վախեցնել կամ ինչ որ քաղաքական մեսիջներ հղել Իրանին, բայց նման բան կա եւ ես գրեթե համոզված եմ, որ հայ-ադրբեջանական այդ հրացումը, որը որ իրականացնում է Բաքուն, թե ապատեգատվությամբ, թե այդ հրադադարի խախտման միջոցով, զատկական օրը երևի թե նրանք նաեւ հատուկ են ընտրել եւ պատահական չէ Նարիշկինի այցը, ինչպես արդեն նշեցի, դա հստակ կապված է Ամերիկայի եւ Իրանի միջեւ բանակցությունների հետ, նրանց բացի հիմա ռուս-ուկրաինական բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ղեկավարությամբ, ավելի ճիշտ կարելի ասել, եւ արդեն եվրոպացիների մասնակցությամբ կարող է մոտենալ ավարտին։ Այդ մասին եւս մենք մանրամասն կխոսենք, սակայն քանի որ հիմա խոսում ենք Հայաստանին վերաբերող հարցերից, ես երեք նաեւ տեղեկացա իշխանամետ տելեգրամյան ալիքներից, հատկապես Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը, որը որ բավականին մեծ տեսարան ունի, տեղեկացնում էր այն մասին իր աղբյուրների վրա հենվելով, որ ընդդիմությունը, Հայաստանի ընդդիմությունը կամ 5-րդ շարասյուն անվանենք նրանց, թե ինչպես ուզում եք, նրանք պլանավորում են բավականին լուրջ խժդրություններ ստեղծել Հայաստանում, խժդրություններ իրականացնել, բավականին լուրջ պատրաստվել են այս մոտակա օրերի ընթացքում պետք է ինչ-որ գործողությունների դիմեն, նույնիսկ շատ ակտիվ, օրենք են փորձելու նաև խախտել, որոշ մարդկանց մեծ փողեր են տվել դրա համար եւ խոստացել են, որ եթե օրենքի հետ խնդիր ունենան, ապա իրենք օգնելու են, այսինքն դա տարածում է Բաղրամյան տելեգրամյան ալիքը, չեմ կարող ասել որքանով ճիշտ է, որքանով սխալ, բայց հետևելով Գյումրու իրադարձություններին, Ռուսաստանի ակտիվ միջամտությանը եւ այդ լրատվամիջոցների պահվածքին, որոնք որ հստակ ֆինանսավորվում են Ռուսաստանի Դաշնության կամ Ռուսաստանի Դաշնության հետ կապված մարդկանց կողմից կամ նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք որ եւս ծերտ կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, հստակ կարելի է ենթադրել, որ նման բան կարող է ծրագրվել, քանի որ իրենք ինչ որ միտեղ տեսան թուլություն Հայաստանի իշխանությունների մոտ այս Գյումրվա ընտրությունների հետ կապված։ Չնայած որ ես կարծում եմ, որ դա ինչ որ միտեղ նաև իլյուզիա էր թուլության եւ հիմա արդեն նկատում ենք, որ որոշ գործողություններ իշխանությունները անում են, բայց չափազանց կարևոր է, որ մենք զգոն լինենք։ Երեք նաև տեսա իշխանամետ իշխանական падգամավորի հարցազրույցներից մեկը, որտեղ որ նա խոսում էր լրատվամիջոցների մասին, որ որոշ լրատվամիջոցներ հատուկ աղավաղում են խոսքերը, հատուկ ուրիշ վերնագրեր են դնում։ Լավ է, որ ամեն ինչ շատ պարզ է։ Ես ուրախ եմ, անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ ամեն ինչ շատ պարզ է, բայց պետք է ավելի մատչելի ձևով այս ամենը ներկայացնել Հայաստանի քաղաքացիներին։ Եվ
Բոլորը պետք է հասկանան, թե ինչ գործողություններ են անում եւ որ լրատվամիջոցները կոնկրետ ինչ գործողություններ են անում, քանի որ հստակ լրատվամիջոցները դարձել են գործիք ընդդեմ Հայաստանի իշխանությունների։ Ես գրեթե համոզված եմ, որ պետք է հրապարակային դառնան բոլոր լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները, դա չափազանց կարևոր է։ Ինչ վերաբերվում է նրան, որ նման գործողությունների հակաօրինական լուրջ կազմակերպված հակաօրինական գործողությունների մենք կարող է ականատես լինենք, մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսի ներկայությունը կամ բազայի ղեկավարության, ռուսական ղեկավարության ներկայությունը հստակ ոչինչ ոչ ոք չի թաքցնում, միութենական պետության մասին են խոսում, որ Հայաստանը զրկվի անկախությունից եւ դառնա Բելարուսի պես միութենական պետության մաս։ Հիմա լուրջ քննության ժամ է։ Եթե մենք ուզում ենք ունենալ անկախ երկիր, անկախ ինքնիշխան երկիր, ապա պետք է շատ բարձր գիտակցություն դրսևորենք, հասկանանք, թե ինչի հետ մենք գործ ունենք։ Հակառակ պարագայում իշխանություն սիրել, չսիրել, ատել, պաշտել, Արարատ լեռը մերն է, Արարատ լեռը չգիտես ումն է, Արցախը չգիտես ումն է կամ մերն է, այդպես այդ բառախաղերի մեջ մտնելով մեզ տանելու են դեպի անկախության կորուստ, ոչ ոք ինձանից շատ թող չուզենա ոչ Արարատ լեռան մասով, ոչ Արցախի, ոչ էլ այլ մեր պատմական բնորանի մասով, պատկերացումներ ոչ ոք ինձանից ավել չունենա, դա դիտմամբ եմ ասում, բայց ես այսօրվա ռեալության, իրականության հետ եմ հաշվի նստում, հասկանում եմ, թե ինչու եւ ինչպես տեղի է ունենում մեր դեմ, ինչպես են այդ ամենը օգտագործում մեր դեմ, ազգային լոզունգները ինչպես են օգտագործում մեր հասարակության դեմ, հասարակությանը օգտագործում են իր իսկ պետության դեմ այդ տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառելով, չափազանց կարևոր է սա հասկանալ, ու Հայաստանի իշխանության մեղքը հենց կայանում է նրանում, որ իրենց ինչ-որ միտեղ ձեռնտու է, որ այդ սուտի ընդդիմադիրները, որոնք որ իրականում ոչ թե ընդդիմադիր են, այլ սպասարկում են օտար երկրի շահերը գոյություն ունենան, որպեսզի միշտ ցուցադրեն ժողովրդին, հա տեսեք սրանք վատն են, տեսեք եթե սրանք եկան այսպես կլինի, այնպես կլինի, ու ժողովուրդն էլ հոգնեց արդեն դրանից։ Հոգնեց, հիասթափվեց, զզվեց եւ այդ տեղեկատվական տեխնոլոգիաները, միջոցները հստակ արդեն աշխատեցին, իրենց հստակ ֆունկցիան իրականացրեցին եւ այսօր արդեն Հայաստանի իշխանությունները լուրջ խնդիր ունեն, բայց խնդիրը նրանում է, որ իրենց հետ մեկտեղ խնդիր ունի արդեն Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ու լավ է, որ որոշ բաներ նկատում ենք, որ հիմա նոր կարծես ուշքի են գալիս, բայց արդեն բոլորը հուսախաբված են շատ լուրջ եւ հավատը գրեթե իսպառ բացակայում է, որ կսկսեն զբաղվել ինչ որ լուրջ գործողություններով եւ կսկսեն պատժի ենթարկել հին այդ հանցագործներին, հին ասելով դիտմամբ եմ այս խոսքերը օգտագործում, որոնք որ 30 տարիների ընթացքում թալանել են երկիրը, ուլտրաազգայնական են ներկայացրել, այնքան հայրենասեր են, որ նրանց հայրենասիրության հետևից ոչ ոք չի կարող հասնել, բայց թալանել են երկիրը, բայց իրենց գործողությունների արդյունքում մենք չունենք այսօր բանակ, մենք այսօր չունենք նորմալ կայացած պետություն, նոր ենք այդ ամենը սկսել կառուցել 30-30-ից ավել տարիներ անց, ու իրանք էլի խոսում են ինչ-որ մեծ ազգային լոզունգներից եւ շատ լավ ձևով մանիպուլյացիայի են ենթարկում մեր հասարակությանը եւ դրա համար կրկին կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին շատ լուրջ ձևով զբաղվեք այդ հարցով, հանցագործներին սկսեք պատժել, խորության տպավորություն մի ստեղծեք երկրում, քանի որ ձեր իշխանությունից հետո ամեն ինչ կվերանա, ամեն ինչ կկործանվի։ Արտավազդը, եթե հիշում եք պատմության մեջ իր հոր գերեզմանի առջև Արտաշեսին ասում էր հայր գնացիր եւ երկիրը ամբողջ երկիրը տարար քո հետ, ամեն ինչ կործանեցիր եւ Արտաշեսը անեցում է իր որդուն, դա ավանդության մաս է պատմության, ուղղակի դա հիշեցի։ Հիմա այնպես չլինի, որ ձեր հետևից ամեն ինչ կործանեք, ձեր հետևից ոչինչ չմնա եւ մեր ապագա սերունդները մնան ավելի լուրջ փլատակների մեջ, քան հիմա կա։ Դրա համար պետք է շատ արագ պատժել բոլոր հանցագործներին, բացահայտել լրատվամիջոցների այդ ֆինանսական աղբյուրները, խոսել այդ մասին, ստեղծել մի քանի նոր նորմալ լրատվամիջոց, որոնք որ կկարողանան հակազդել այդ օտարածին, օտար երկրներից ներբերված այդ քարոզչությանը, հակառակ պարագայում
մենք լուրջ խնդիր ենք ունենալու մեր անկախության եւ ինքնիշխանության համար։ Եվ այս ամենին կարելի ավելացնել նաեւ այն, որ Ադրբեջանն եւ Ռուսաստանը հստակ իրար հետ են աշխատում, դա կարծում եմ արդեն բոլորը գիտեն, դառնում կասկած չկա, եւ հիմա էլ շատ համահունչ սինխրոն են աշխատելու Հայաստանի իշխանությունների դեմ, որպեսզի կարողանան իրականացնել իշխանափոխություն եւ երկիրը տանեն Բելարուսիայի ճանապարհին եւ Ադրբեջանը ստանա իր հասանելիքը, Ռուսաստանը ստանա իր հասանելիքը։ Դրա համար այստեղ եւս չափազանց զգոմ պետք է գտնվել Ադրբեջանի գործողությունների հետ կապված եւ կարեւոր է այստեղ նշել, որ բավարար է արդեն, բավական է գնալ զիջումների, հիմա արդեն ակտիվացրել են սահմանադրության փոփոխման մասին քննարկումները կրկին, Ադրբեջանը ասում է, որ դա տեղի ունենում մեր պահանջով, Հայաստանի իշխանությունները ասում են, որ չէ, դա ձեր պահանջով չէ, մենք այդ հարցը վաղուց է քննարկում ենք 18 թվականից, 18 թվականից այդ հարցը քննարկվում է, բայց հիմա Ադրբեջանը կարողացավ հասնել նաև դրան, որ հիմա ամբողջ աշխարհին եւ հատկապես Հայաստանի հասարակությանը եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին ներկայացնում է այնպես, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով։ Ինչ էլ ասեք, այլևս չի ստացվի, քանի որ իրենք կարծես թե այդտեղ եւս հաջողել են, ցավոք սրտի այդտեղ եւս հաջողել են, եւ հիմա ամեն ինչ դուրս է գալիս այնպես, որ Հայաստանը գնում է նորանոր զիջումների, այն երկու կետից հետո, որ վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրամիության խաղապահների հետ քաշմանը եւ միջազգային դատական հայցերից հրաժարմանը, հիմա արդեն այդ պահանջի մասով եւս ասում են, որ մեր պահանջներ եւ դրանով մենք հասնում ենք արդեն մեր նպատակին, որ Հայաստանը հանում է սահմանադրության միջից այդ նախաբանը, ճիշտ է, այդ ամենը հանրակրվեի միջոցով է կարծես թե տեղի ունենալու, բայց այնուամենայնիվ, այսինքն հստակ ձևով հեղինակազրկում են Հայաստանի իշխանություններին, որպեսզի արդեն ներսի ուժերը կարողանան շատ ավելի հեշտ ձևով լուծել այդ հարցերը։ Եվ դա է պատճառը, որ այստեղ եւս պետք է Հայաստանի իշխանությունները սթափվեն, ինչ զիջումները, որ արդեն արել են, բավարար է։ Հստակ թող պատկերացնեն, որ Ադրբեջանը չի գնալու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եթե Իրանի շուրջ հիմա ամեն ինչ նորմալ լինի, նորմալ կարգավորվի, պատժամիջոցները հանվեն Իրանի վրայից, դրանից բացի արդեն Լոնդոնում, ինչպես ասացի, այս շաբաթ մեկնարկում են հանդիպումները, կարծես թե արդեն վաղը, եւ հանկարծ եթե Ուկրաինայի շուրջ եւս ամեն ինչ խաղաղվի, ապա Ադրբեջանը ինքը շահագրգռված կլինի ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը, նույնիսկ կարող են մոռանալ իրենց պահանջների մասին։ Բայց եթե նման կարգավորումներ տեղի չունենան, ոչ Իրանի շուրջ, ոչ էլ ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ, ապա ինչ զիջումների էլ դուք գնաք, միևնույն է Ադրբեջանը չի գնալու խաղաղության պայմանագրի ստորագրման, այլ նորանոր պահանջներ առաջ քաշելու, որ մինչև վերջ մաշի եւ ոչնչացնի ձեր փոքրիկ այդ ռեյտինգը, որը որ հələ մնացել է, որպեսզի Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, Հայաստանը դառնա միութենական պետություն, Ադրբեջանն էլ այդ ընթացքում կարողանա ստանալ Սյունիքը եւ ինչ որ այլ տարածքներ եւ ամեն ինչ գցեն Հայաստան ներկայիս այս իշխանությունների վրա եւ այդպես ամեն ինչ հանգիստ անցնի գնա։ Շատ կարեւոր է, որ այս ամենը մենք գիտակցենք, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր ունենք հնարավորություն խոսելու, բայց այլ հնարավորություն չունենք ազդելու այդ որոշումների վրա։ Բայց չափազանց կարեւոր է, որ բարձր գիտակցություն դրսևորենք մենք։ Հայաստանի մասով մեծ հաշվով ուրիշ բան չկա ասելու։ Հռոմի Պապը մահվանից առաջ նաև Հարավային Կովկասին էր անդրադարձել իր զատկական ուղերձի ժամանակ, հույս հայտնելով, որ Հարավային Կովկասում կհաստատվի խաղաղություն։ Հիմա Հռոմի Պապի մասին տարբեր կարծիքներ կան, գիտեք, ես ընդհանրապես հանգուցյալների մասին աշխատում եմ կամ ոչինչ չխոսել, կամ վատը չխոսել, կամ իրոք կային խնդիրներ, հատկապես վերջի այդ ցուցահանդեսների հետ կազմակերպված Ադրբեջանի կողմից, բայց ինչ որ է, կարծում եմ այստեղից երևի ճիշտ կլինի անդրադառնալ արդեն միջազգային հարցերին, երևի դուք տեղյակ եք այդ զատկական հրադադարի մասին, որը որ հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունը, չնայած որ դա եւս բավականին լուրջ ձևով խախտվել էր ըստ ուկրաինական կողմի, հիմա այդ հրադադարը ավարտվել է եւ հիմնական հարցը վերաբերվում է նրան, թե ինչ է որոշվելու Լոնդոնում։ Մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվությունը, ռուս-ուկրաինական պատերազմի մասով Վիտկոֆի դիրքորոշումը, պրոռուսական դիրքորոշումը, Թրամփին փորձում են համոզել, որպեսզի Ղրիմը ճանաչի Ռուսաստանի տարածքի մաս, Ուկրաինային դեմ են տալիս, որ
հրաժարվի Ղրիմից եւ դա է հիմքը, որ խաղաղություն հաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, բնականաբար այդ տարածքներից եւս որոնք որ հիմա գտնվում են ռուսական վերահսկողության տակ, դրանցից եւս պետք է հրաժարվի Ուկրաինան, բայց պաշտոնապես Ղրիմը Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ճանաչեն Ռուսաստանի մաս։ Այսինքն դա է այդ պլանը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիրը, որով որ կարող է ավարտվել պատերազմ։ Ես որքան հասկանում եմ Փարիզում բանակցությունները այդքան էլ հաջող չեն ընթացել ամերիկյան կողմի համար, այդ թեզերը չի ստացվել առաջ տանել եւ հիմա արդեն Լոնդոնում է տեղի ունենալու այս հավաքը նույն հարցերով եւ Ստարմերը եւ նույնպես դեմ կանգնի այդ գաղափարին 2-3 օրվա ընթացքում մենք ամեն ինչ արդեն կհասկանանք այս հարցի շուրջ եւ այստեղ արդեն ջղածիկ հայտարարություններ է անում Սերգեյ Լավրովը շատ լուրջ մեղադրելով Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային եւ Գերմանիային։ Լավրովը նույնիսկ ասել է, որ նացիստական հայացքների վերածնունդ է տեղի ունենում Եվրոպայում, հստակ մեղադրելով կրկին ասեմ ֆրանսիացիներին, անգլիացիներին եւ գերմանացիներին նացիստական հայացքների մեջ։ Այսինքն վերջին ժամանակներս այդ քարոզը ֆաշիզմ, նացիզմ տեղափոխել են դեպի Եվրոպա, փորձում են նույն այդ երկրորդ համաշխարհայինի, առաջին համաշխարհայինի պատմության փորձերը հիշեցնել եւ իրենց ձևով ներկայացնել։ Այսինքն դա դարձել է Ռուսաստանի արտգործնախարարության քարոզչության մի մաս։ Այստեղ կարևոր է նշել, որ Թրամփը նաև խոսել է այն հնարավորությունից, որ արդեն այս շաբաթ հնարավոր է խաղաղություն հաստատվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև եւ նրանք արդեն սկսեն մեծ առևտուր անել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ըստ Դոնալդ Թրամփի։ Այսինքն ամեն ինչ կախված է հիմա Լոնդոնում տեղի ունենալիք այդ հանդիպումից, բայց ես ճիշտ ասած մեծ հույսեր չունեմ Ռուսաստանի Դաշնությունը եւս այդ ձևերով որ իբր հրադադար էր ուզում հաստատել, դա բնականաբար ուղղված էր հստակ Թրամփի համար էին այդ հրադադարը հայտարարել, որպեսզի ազդեն Թրամփի վրա, բայց հետաքրքիր է, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները գերհզոր երկիր, կան հզոր հետախուզական տվյալներ ունենալով, արբանյակներով, ամեն ինչերով իրանք հստակ կարող են ամեն ինչ տեսնել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ռուս-ուկրաինական այդ սահմանագծում բախման պատերազմի ամբողջ երկայնքով եւ հասկանան, թե ով ինչ է անում։ Բայց այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության նախագահը այդպիսի քայլերով ցանկանում է, ուզում է եւ ամենայն հավանականությամբ նաեւ կարող է ազդել Դոնալդ Թրամփի տեսակետների վրա։ Ինչ վերաբերվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններին, ապա երեք նաեւ Փեզեշքյանն է հայտարարությամբ հանդես եկել Իրանի նախագահը, ասելով, որ Իրանը պատրաստ է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանագիր իր ատոմային ծրագրի շուրջ հավասարի, որտեղ որ հաշվի կառնվեն նաեւ Իրանի շահերը։ Բայց ասել է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն ցանկանում գալ մեզ հետ պայմանավորվածությունների, ապա մենք կշարունակենք մեր ճանապարհը։ Իրանի շուրջ, ինչպես արդեն ասացի, ամեն ինչ այդքան միանշանակ չէ, տեղեկություններ հստակ կան, որ արդեն ասեցի, բայց կրկնեմ, Իսրայելը զորավարժություններ է անում, թե ինչպես է հարված հասցնում Իրանի ատոմային օբյեկտներին եւ ինչպես է Իրանի հակազդման պարագայում փորձում պաշտպանվել եւ կրկին հակազդել Իրանին, ինչպես նաեւ Reuters-ն է հաղորդում, Իսրայելը իրոք չի հրաժարվում հարվածներ հասցնել Իրանին, այսինքն այդ ծրագրից չի հրաժարվում եւ մոտակա ամիսների ընթացքում հնարավոր է նման բան տեղի ունենա։ Սակայն նույն ժամանակ բազմաթիվ փորձագետներ, հատկապես ռազմական փորձագետներ խոսում են այն մասին, որ դժվար թե Իսրայելը միայնակ կարողանա իրականացնել նման ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ իրոք այս մի քանի օրը հետաքրքիր են լինելու մեզ համար, քանի որ արդեն վաղը Լոնդոնում տեղի ունենալ այդ հանդիպումները, ավելի մանրամասն տեղեկություններ մենք կունենանք վաղը մյուս օրը, թե ինչ պատասխան են տալու Ամերիկայի Միացյալ Նահանգներին Ուկրաինան եւ Եվրոպան եւ պարզ կդառնա, թե այդ պատերազմը Ուկրաինայի շուրջ շարունակվելու է թե ոչ, ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան ցուցաբերելու են համառություն եւ չեն համաձայնվելու, որ Ղրիմը Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչեն Ռուսաստանի տարածք եւ այդ տարածքները մնան Ռուսաստանի ձեռքում, դրանից բացի Ռուսաստանն էլ պատկերացնում է, որ այդպես ամեն ինչը տեղի կունենա, դրա համար իրենք էլ այնպես չէ, որ ցանկանում են, որ խաղաղություն հաստատվի
Ուկրաինայի եւ իրենց միջև, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը հիմա ամեն ինչ անում է, որպեսզի փորձի այդ գնդակը տեղափոխել եվրոպացիների եւ ուկրաինացիների դաշտ եւ այնպես անել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չաջակցեն Ուկրաինային եւ Եվրոպային։ Այսինքն ամեն ինչ շատ շուտ կարծում եմ արդեն ավելի պարզ է դառնալու եւ թե ինչ ճանապարհ է ընտրելու Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա եւս կարող է պարզ դառնալ, այսինքն շարունակելու է նախկին քաղաքականությունը, որը որ Ջո Բայդենի օրոք էր, նման ինչ-որ քաղաքականություն, թե ընդհանրապես դուրս է գալու այս կոնֆլիկտից եւ առանձին փորձելու է հարաբերություններ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, կողքի քաշվելով ռուս-ուկրաինական պատերազմից։ Նույնն է վերաբերվում նաեւ ինչ-որ մեկտեղ Իրանին, մոտակա օրերս ես կարծում եմ, որ Իրանի շուրջ եւս շատ բան պարզ է դառնալու, եթե չեմ սխալվում, ապրիլի 26-ին են նախատեսված հաջորդ բանակցությունները Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ անպայման լայքերի համար, դա չափազանց կարևոր է, որպեսզի մեր այս հաղորդումը տարածում գտնի, նաեւ շատ կարևոր են ձեր մեկնաբանությունները, ձեր տարածումները սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել, ինչպես նաեւ դրեք զանգակը, որպեսզի միշտ ստանաք մեր նոր հաղորդումների մասին հաղորդագրությունը առաջինը։ Հաջողություն, կհանդիպենք։